it really will be important. This is not going to be Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ստորագրել է խաղաղության խորհրդի կանոնադրությունն, այն անվանելով շատ հուզիչ օր, որին երկար էին պատրաստվում։ Այն, ինչ անում ենք, շատ կարևոր է, երբ այս խորհուրդը լիովին ձևավորվի, մենք կարող ենք անել գրեթե այն, ինչ ուզում ենք։ Մենք դա կանենք ՄԱԿ-ի հետ համատեղ, ասել է նա։ Խորհրդի կանոնադրությունը ստորագրել է 19 երկրի առաջնորդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Արարողությունը սակայն չի անցել առանց Թրամփի կատակների, նայելով ներկա առաջնորդներին նա ասել է. նրանք իմ ընկերներն են, ապա տեսնեմ, այո, նրանցից յուրաքանչյուրն իմ ընկերն է։ Մի րոպե, մի քանիսին ես սիրում եմ, մի քանիսին ոչ, բայց այս խմբում բոլորին էլ սիրում եմ, կհավատաք, սովորաբար լինում են 2 կամ 3 հոգի, որոնց տանել չեմ կարողանում, բայց այստեղ ներկաներից բոլորին էլ սիրում եմ։ Ռուսաստանը դեռ քննարկում է խաղաղության խորհրդին միանալու հարցը, բայց պատրաստ է $1 միլիարդ ուղարկել խորհրդին Պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդի հետ հանդիպմանը։ Պուտինը խոսել է նաև Գրենլանդիայի թեմայով։ Այդ հարցը Ռուսաստանին բացարձակապես չի հետաքրքրում, ասել է նա։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Դանիան պետք է լուծեն այդ հարցը։ Վերափոխված աշխարհակարգում Աստծո կամքով Թուրքիան կլինի իշխանության առաջատար բևեռներից մեկը, հայտարարել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Թուրքիան կլինի այն երկրներից մեկը, որոնք այս գործընթացից դուրս կգան շահած, հավելել է Թուրքիայի նախագահը։ Իսպանիան Եվրամիությանը կոչ է անում միասնական բանակ ստեղծել որպես զսպման միջոց։ Այս մասին ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Համատեղ ջանքերն ավելի արդյունավետ կլինեին, քան 27 առանձին ազգային բանակներն, ասել է նախարարը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արևային ակնոցը մեծ շահույթ է բերել ակնոցն արտադրող ընկերությանը։ iVision Tech ընկերության բաժնետոմսերի արժեքը գրեթե 28%-ով ավելացել է Մակրոնի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթից հետո։ Դա անշուշտ ցնցող ազդեցություն ունեցավ բաժնետոմսերի վրա, ասել է ընկերության տնօրեն Ստեֆանո Ֆուլչիրը։ 2030-31 թվականներին արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած, Դավոսում հայտարարել է Իլոն Մասկը, հավելելով. արդեն հաջորդ տարվա վերջին հանրությանը կվաճառենք մարդանման ռոբոտներ։ Մենք պետք է շատ զգույշ լինենք արհեստական բանականության եւ ռոբոտաշինության հետ, մենք չենք ուզում հայտնվել Ջեյմս Քեմերոնի Տերմինատոր ֆիլմում։ Սառնամանիք է գրանցվել Բուրյաթիայում, գիշերն այստեղ գրանցվել է -56 աստիճան ցուրտ։ Եվ վերջում, ռուս տիեզերագնացը տիեզերքից նկարել է Բևեռափայլը։ Նկարահանումը տեղի ունեցել վերջին 20 տարվա ամենահզոր արեգակնային փոթորիկներից մեկի ժամանակ։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։